Եվրոպական կողմի նախաձեռնությամբ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններն այցելել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրանց ընդունել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ըստ ռուսական գերատեսչության Գալուզինը նշել է, որ այդ երկրների իշխանությունները ապակառուցողական քաղաքականություն են վարում ռուս-ուկրաինական հարցերում և խրախուսում են Կիևին շարունակել պատերազմը։ Փոխարտգործնախարարը կրկնել է, պատերազմը դադարեցնելու համար հարկավոր է, որ լուծվեն դրա արմատական պատճառները։ Վերջերս եվրոպական երկրներն ընդգծում են Մոսկվայի հետ բանակցելու կարևորությունը վերջ տալու ռուս-ուկրաինական հակամարտությանը և քննարկելու Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ անհրաժեշտ է Եվրոպայից մեկ ներկայացուցիչ նշանակել Կրեմլի հետ Ուկրաինայի հարցով շփումների համար։ Վոլոդիմիր Զելենսկին էլ շեշտել է, որ Եվրոպան պետք է լինի Ուկրաինայի հետ կապված խաղաղության ցանկացած բանակցության մաս և չի կարող պարզապես միջնորդի դեր խաղալ։ Նրա խոսքով Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան լավագույն տարբերակն են և կարող են ներկայացնել Եվրոպան հնարավոր բանակցություններում։ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի հետ սահմանի երկայնքով, խախտելով տարածաշրջանում ամիսներ շարունակ տիրող հարաբերական անդորը, գրում է BBC-ն։ Պակիստանի տեղեկատվության նախարարը հայտարարել է, որ ճշգրիտ հարվածների արդյունքում ոչնչացվել է մի քանի թիրախ, հաղորդվում է 26 զոհի մասին։ Իսլամաբադը միշտ ձգտել է պահպանել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, բայց միևնույն ժամանակ մեր քաղաքացիների անվտանգությունը մնում է մեր գլխավոր առաջնահերթությունը, շեշտել է նախարարը։ Աֆղանստանից հայտնել են, որ Պակիստանի հարվածների հետևանքով զոհվել է 11 երեխա, 1 կին և 1 տարեց տղամարդ։ Նաև տեղեկություններ կան, որ Քաշմիրում Պակիստանի ռազմական ուղղաթիռ է վթարվել, զոհվել է 20-ից ավելի մարդ։ Պաշտոնական վարկածով պատճառը տեխնիկական անսարքությունն է։ Ամիսներ առաջ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր Աֆղանստանում Թալիբան շարժման դեմ բաց պատերազմ վարելու մասին։ Խավաջա Ասիֆի խոսքով Թալիբների կառավարությունն Աֆղանստանում հավաքել է ահաբեկիչների աշխարհի տարբեր ծայրերից և սկսել է ահաբեկչություն արտահանել։ Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում արդեն երկրորդ օրն է բողոքի զանգվածային ակցիաներ են։ Ցույցերի պատճառ է դարձել այն, որ սուդանցի փախստականը դանակով հարձակվել է տեղացիներից մեկի վրա։ 30-ամյա կասկածյալը, որը մինչև 2028 թվականը Մեծ Բրիտանիայում բնակության թույլտվություն ունի, մեղադրվում է սպանության փորձի, հասարակական վայրում զենք կիրառելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար։ Ցուցարարները միգրանտների դեմ հայտարարություններ են հնչեցրել, շենքեր և մեքենաներ հրկիզել, փակել ճանապարհներ, կիրառել մոլոտովի կոկտեյլներ։ Ոստիկանները ջրցան մեքենաներով փորձել են ցրել ցուցարարներին։ Ակցիաների ընթացքում տուժել է 12 ոստիկան, 16 մարդ ձերբակալվել է։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը երեկ սարսափելի հարձակում էր որակել տեղի ունեցածը, միևնույն ժամանակ նշելով, որ երկրի փողոցներում բռնության տեսարաններ չի հանդուրժի։ Դիանա Գասպարյան, լուրեր։